Համար 9 Արթուր Իսրայելյան։ Սկսված է հանդիպումը հարմարեցնել տվյալ իրավիճակին։ Նալբանդյան փոխանցում դեպի Ֆարրայոլան, շատ լավ փոխանցում էր։ Ֆարրայոլան էլ իհարկե հասնում է գնդակին, նրա դիմաց Քարտաշյանն է, Ֆարրայոլա, Օլավալ է Ֆարրայոլա։ Մոմոտուրե, Իզուչուկ ու Օկոնկվոն մնում է գնդակով, Կաջարի Դրամե և Դրագոևիչ։ Սպասում է թիմակիցների օժանդակությանը, մոտեցավ Դարփինյանը, հետ փոխանցում, Մոմոն քիչ էր մնում, առևանգեր գնդակը և պատժեր Վեստ Արմենիային։ Իսկ Դրագոևիչն իրավունք չուներ այստեղ վերցնելու գնդակը, հետ փոխանցումը և այո, սա նկատում է հանդիպման մրցավարը, այսպես Կարեն Նալբանդյան գնդակը դիպավ Վանի ֆուտբոլիստներից մեկին, Էմանուել Ջոն, Օկոնկվո, օդային փոխանցում Իմայել, Դրամե, Սմբատյանը կրկին լավ է պաշտպանվում, ահագնանում է Վանի ճնշումը, այս 18-րդ վտանգավոր է Կարեն Նալբանդյան, Դրագոևիչ, Կաջալի Դրամե, Օկոնկվո, մեկ հպումով փոխանցում, Ֆարրայոլա, Կարեն Նալբանդյան, բարձր է հարվածում, շատ նպաստավոր դիրքից, բազմաթիվ դժվարություններ ունի ակումբը, նախորդ խաղից հետո գլխավոր մարզիչն էլ նշեց, որ այսքան դժվարությունների պարագայում հիմա լավ հարված կարող էր լինել։ Դրամեն տեղափոխվել է կենտրոն, Դրամեն առաջ է անցնում Մաղսուդյանից, Մոմոտուրե, ավելի շատ տպավորությունն այնպիսին է, որ գնդակին է խաղում, առաջինը Ալեքս Ջունյորը, հետո նոր հպում է լինում մրցակցի ոտքին։ Եվ այսպես ինչ է որոշում հանդիպման մրցավարը, 11 մետրանոց, նշանակվում է 11 մետրանոց, Կարեն Նալբանդյան, արված գոլ, առաջին կեսի հիմնական ժամանակի վերջին րոպեին Կարեն Նալբանդյանը գրավում է Վեստ Արմենիայի դարպասը, մի քանի անգամ արել էր առաջին խաղակեսում։ Սկսված է երկրորդ կեսը, հիմա հարկավոր է հենց երկրորդ խաղակեսում հաջողության հասնել։ Ինչ վերաբերում է բարձր հարվածում, այստեղ Օկոնկվոն նշանակեց 11 մետրանոց, Օկոնկվո, Դրամե, Կաջալի Դրամե, հարվածում է Դրամեն, Մաղսուդյանին դիպավ գնդակը, ըստ Դրամեի ձեռքին, բայց խաղը շարունակվում է, Ֆարրայոլա և շուտով ամեն ինչ պարզ կդառնա։ Եվ այո, Մաղսուդյանը ծաղրել էր ձեռքը, մրցավարական լեզվով ասած, մեծացրել էր մարմնի չափերը, ձախ ձեռքը տանելով այն կողմ, ինչ է որոշում մրցավարը, 11 մետրանոց, Մոմոտուրե և Դրագոևիչ, Մոմոտուրե, 2-0, ասավ և գավաթի խաղարկությունում խփում է երորդ գոլը, ընթացիկ մրցաշրջանում, առաջնությունում 10 գոլ է խփել, այսօր 11 մետրանոց վաստակել էր, իսկ հիմա դառնում է գոլի եղինակ, Մոմոտուրե 2-0, Օկոնկվոն պատրաստ է տիրել, Մոմոտուրե, Սմբատյանը խանգարում է նրան, Կաջալի Դրամեն, Նալբանդյան, 3-0, հրթիռակոծում է դարպասը Կարեն Նալբանդյանը, Վանի ավագը դուբլ ձևակերպում և սա շոշափելի առավելություն է Չարենցավանյան թիմի համար, դժգոհում Դրագոևիչը, որտև անընդհատ այսպիսի դիրքերից հարվածում էին Վանի ֆուտբոլիստները, երկու անգամ Նալբանդյանը դա արեց, երրորդ անգամ այլևս չներեց Վանի կիսապաշտպանը և դատապարտեց մրցակցին երրորդ գոլի տեսքով, տեսեք։ Փոքր ինչ խանգարեց Ալեքսն ու վերջ, իսկ Նալբանդյանը հրաշալի գոլ է խփում։ 3-0 Վանի օգտին։ Հեշտ է ասելը, դժվար է անելը։ Արարատ Արմենյանն էլ հիմա հրաշալի մարզավիճակում է, Օդեինկա, ոչ, չհարվածեց այդպես էլ, բարձր մակարդակի ֆուտբոլ խաղաց, տարածություններ կան, վիթխարի տարածություններ ու Վանը դրանից փորձում է օգտվել, Ուսման, Վարդանյանն է բացվել,
բայց շատ անհաջող որոշում է կայացնում։ Վերադարձել էր հայրենիք այս ֆուտբոլիստը, բայց նորից կարիերան շարունակում է Հայաստանում, Ալաշկերտից բացի նաև Լեռնային Արցախում է խաղացել, Ուսման եւ դա արդյունավետ որոշում չէր։ Հանդիպումն ավարտված է Վան Վեստ Արմենիա 3-0 այս մրցաշրջանում երրորդ անգամ Վանը 4 հաշվով հաղթում է Վեստ Արմենիային։